Մանիպուլացված տեսանյութեր, կեղծ հայտարարություններ, իրականությունից կտրված պատմություններ։ Մենք առանձնացնում ենք ամենաշատ տարածվող ֆեյքերը եւ ստուգում փաստերը, որտեղ է ավարտվում մանիպուլյացիան եւ որտեղ սկսվում իրականությունը։ Ճիշտն ընդդեմ ֆեյքի, պարզենք միասին։ Մայիսի 28-ին Սարդարապատում ուժեղ Հայաստան կուսակցության առաջին համար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարում է. Մի ամիս առաջ ասում էր, որ դուրս են գալու, հիմա ասում է դուրս չեն գալու, նույն էլ ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Խաբում են։ Նախընտրական սուտ խոստում է։ Մոտ 2 րոպե անց մեկ այլ լրագրող փորձում է ճշտել, երբ է հնչել այդ հայտարարությունը, սակայն կոնկրետ հարցին կոնկրետ պատասխան չի հնչում։ ԵՏՄ-ի մասին հարցնել, դուք ասում եք, որ մեկ հայտարարում են դուրս են գալու, մեկ հայտարարում են մնալու են։ Ճիշտ ասած, ես չեմ հիշում հայտարարություն, որ կոնկրետ դուրս գալու մասին է եղել։ Կհիշեցնեք դա երբ է եղել։ Միշտ ասվել է կգա պահը եւ որոշում կկայացվի Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ։ Դուք ճիշտ ցիտեցիք, ճիշտ ասեցիք, կոնտեքստը հնչում էր այնպես, որ ԵՏՄ հակադրության մեջ, երբ որ ԵՄ մտնելու ժամանակը գա, ԵԱՏՄ-ից դուրս կգա, դա կոնտեքստ ընդհանուր խոսքի այդպիսինն էր։ Որոշումը կկայացվի, բայց կոնկրետ ցիտումը ճիշտ ցիտեցիք, բայց ճիշտ ցիտեցիք։ Իսկ իրականում ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը ապրիլ-մայիս ամիսներին, ապրիլի 1 Մոսկվա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում։ Что касается Европейского Союза, конечно же, Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ըստ էության անդամությունը երկու միավորումներում անհամատեղելի է, բայց այն, ինչ մենք անում ենք եւ այն ուղերձը, որով մենք այստեղ ենք, այս պահի դրությամբ համատեղելի են։ Դա փաստ է, եւ քանի դեռ հնարավորություն կա համատեղելու այդ օրակարգերը, մենք համատեղելու ենք, իսկ երբ գործընթացները զարգանան, մինչեւ այն կետը, որտեղ պետք կլինի կայացնել ինչ-որ որոշում, ես վստահ եմ, որ մենք ի նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կկայացնենք այդ որոշումը։ Քանի դեռ կա հնարավորություն համատեղել այն քաղաքականությունները, որոնք մենք վարում ենք ԵԱՏՄ եւ ԵՄ ուղղությամբ, մենք այդ քաղաքականությունները կհամատեղենք։ Երբ կգա անհամատեղելիության պահը, մենք կկայացնենք ժողովրդի հետ որոշումներ։ Քանի դեռ այդ պահը չի եկել, ես որևէ լրացուցիչ բան ասելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Ապրիլի 9 Երևան լրագրողների հետ ճեպազրույց։ քանի դեռ կա հնարավորություն համատեղել այն քաղաքականությունները, որոնք մենք վարում ենք ԵԱՏՄ եւ Եվրոպական միության ուղղությամբ, մենք այդ քաղաքականությունները կհամատեղենք։ Տեղափոխվենք մայիս, արդեն քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ի մասին խոսելիս էլի հնչեցրել է նույն ձևակերպումները։ Օրինակ, մայիսի 27 Աբովյան քաղաք։ Քանի դեռ Հայաստանը կարող է միևնույն ժամանակ լինել եւ Եվրասիական տնտեսական միության անդամ եւ շարունակել բարեփոխումները եվրոպական ստանդարտին հասնելու, մենք այդ ճանապարհով գնալու ենք։ Այն պահին, երբ որ կգա ընտրություն կատարելու պահը, մենք ընտրություն կկատարենք, բայց մենք ասելով դուք կկատարեք ընտրություն։ Այսպիսով Նարեկ Կարապետյանի հայտարարությունից թե 1 ամիս առաջ, թե 1 օր առաջ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների բովանդակությունը չի փոխվել։ Եվ Նարեկ Կարապետյանի հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը 1 ամիս առաջ խոսել է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, չի համապատասխանում նախորդ 2 ամիսներին Փաշինյանի կողմից հնչած հայտարարություններին։ Մինչ դուք դիտում եք այս հայտարարությունների ճիշտն ու մանիպուլյացիաները, ինչ որ միտեղ գուցե ստեղծվում էին նորերը։ Մենք ստուգում ենք ամենաբարձր հնչող հայտարարությունները, համադրում փաստերը եւ փորձում պարզել որտեղ է ճիշտը, որտեղ ֆեյքը։